Օրերս Երևանում տեղի ունեցավ նորաստեղծ Ռեարմենիա ակադեմիայի առաջին համայնքային միջոցառումը, որը համախմբել էր ավելի քան 300 մասնակիցների կրթության, տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտներից։ Թեման արդիական և շատերին հուզող, ինչպես քայլել AI-ի արագ զարգացող աշխարհի հետ համընթաց։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցած պանելային քննարկմանը ոլորտի առաջատար մասնագետները կիսվեցին փորձով ու գործնական մոտեցումներով։ Ռեարմենիա հիմնադրամի առաքելությունը շատ հստակ է զորացնել ու միավորել հայերին։ Ու միավորման մասը կազմակերպելու համար Rearmenia.com հարթակը կա, համագործակցության հարթակ, որտեղ նույն խնդիրը լուծելու ցանկություն ունեցող տարբեր հայեր գտնում են իրար հետ համագործակցելով այդ խնդիրները լուծում։ Բայց զորացման մասը տարբեր ձևեր ենք փորձում ու ինչ որ ժամանակ հետո կանգնեցինք նրա վրա, որ կրթելուց ավելի կարևոր, ավելի էֆեկտիվ ձև հայերին զորացնելու չկա։ Ու հենց այդ մտքերով էր, որ 2024-ին Rearmenia ակադեմիա գաղափարն եկավ։ Rearmenia ակադեմիայի առաքելությունը 3 հիմնական փուլերից է բաղկացած, 3 հանգրվաններ ունենք։ Առաջինը կրթված հայություն, երկրորդը կրթություն արտահանող Հայաստան ու երրորդը աշխարհի կրթության տրանսֆորմացիա։ Քննարկումն ընդգծել է Հայաստանում AI գրագիտության և տրանսֆորմացիայի շուրջ ձևավորվող ազգային թափը, ցույց տալով, որ Հայաստանը կարող է դիրքավորվել որպես մարդակենտրոն AI կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Միջոցառմանը միացել էր նաև Ամերիաբանկը, որն արդեն իսկ ունի հաջող գործակցություն Rearmenia ակադեմիայի հետ։ Ինչպես բոլորս գիտենք, Ամերիկան շատ սիրում է նորարարություն եւ ցանկացած նոր բան, ցանկացած փորձառություն, ցանկացած նոր մարտահրավեր մեր համար է եւ մենք մշտապես փորձում ենք ամեն ինչի մեջ լինենք առաջինը փորձարկել, առաջինը կիսվել փորձով, առաջինը տրենդեր սահմանել, դա մեր գենի մի տարրն է։ Դրա համար այս համագործակցությունը Rearmenia-ի հետ մեր նախագծերից մեկն էր շատ արդի եւ արագ, դինամիկ անհրաժեշտություն, որպես այդպիսին շուկայում հանդիսացող մի փորձառություն։ Մենք սկսեցինք մեր աշխատակիցների վերապատրաստումը եւ հաջողությամբ արդեն 3-րդ թիմն ենք գործարկում, 100 մասնակից, յուրաքանչյուր թմում արդեն ավելի քան 300 հոգի վերապատրաստված այս թեմայի շուրջ։ Հայաստանում հիմնադրված AI կրթության և տրանսֆորմացիայի ոլորտում գործող Rearmenia ակադեմիան միջոցառման ժամանակ ազդարարեց նաև իր առաջին ներդրումային շրջափուլի հաջող ավարտի մասին։ Ստարտափը ներգրավել է 670,000 ԱՄՆ դոլար ներդրում տեղական և միջազգային 1 տասնյակից ավելի ներդրողներից, ընկերությունը գնահատելով $10 միլիոն։ Ներդրումային փուլի ավարտից հետո ակադեմիայի հիմնական բաժնետերը շարունակում է մնալ Rearmenia բարեգործական հիմնադրամը, ավելի քան 90% մասնաբաժնով։ Մեզ համար շատ կարևոր է որպես զորացում դիտարկել AI-ը, արհեստական բանականությունը, եւ մենք մեր կազմակերպության այս փուլում դիտարկում ենք AI-ի զորացման մի քանի ուղղություններ անմիջապես։ Դա AI-ի կրթությունն է եւ AI-ի դինամիկ զարգացման հետ մեկտեղ մարդկանց հարկավոր այլ փափուկ հմտությունների զարգացումը։ Երկրորդ ուղղությունը դա կրթական տեխնոլոգիաներն է AI-ի վրա հիմնված եւ երրորդ ուղղությունը դա AI տրանսֆորմացիան է։ Մենք կրթությունը դիտարկում ենք շատ ավելի լայն իմաստով, որպեսզի մենք կարողանանք իսկապես օգնել մարդկանց, առաջին հերթին հայերին, քանի որ մենք Հայաստանում ծնված եւ ձևավորված կազմակերպություն ենք, որպեսզի կարողանանք օգնել մարդկանց իրականում արագ ադապտացվեն AI-ի այս հեղափոխական դարաշրջանին։ Եվ հենց այս փուլում Rearmenia ակադեմիան հայտարարում է հաջորդ կարևոր քայլի՝ միջազգային շուկա դուրս գալու մասին։ Առաջին կանգառը Հնդկաստան։ Այստեղ ակադեմիան համագործակցություն է սկսել Հնդկաստանի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկի հետ։ 2026 թվականի փետրվարին Հնդկաստանում առաջին անգամ կգործարկվի արհեստական բանականություն եւ AI for a Billion կրթական ծրագիրը հինդի եւ անգլերեն լեզուներով։ Ծրագիրը կառուցված է Rearmenia ակադեմիայի մշակած կրթական բովանդակության հիման վրա։ Այս պահին AI այնքան արագ է փոխում աշխարհը, մենք անգամ պատկերացնում էինք, որ գոյություն ունի AI քարտեզ ու ամեն երկիր ունի իր դիրքը AI քարտեզի վրա, ոնց են չէ, տարբեր պարամետրերով չափում երկրների ուժը։ Նույնը սպասում է հենց AI-ին, ու այսօր փորձելու ենք հասկանանք երկրները ուր են գնում, ինչ տեմպով են գնում ու որն է լինելու Հայաստանի դերը ու տեղը հենց AI քարտեզի վրա։
Armenia Ակադեմիան աշխատում է 3 առանցքային ուղղություններով՝ AI գրագիտություն եւ մասնագիտական հմտություններ, AI ագենտներով կրթական հարթակներ, ինչպես նաեւ կազմակերպությունների համար խորքային AI տրանսֆորմացիա։ Այն համագործակցում է նաեւ երկրի առաջատար կազմակերպությունների եւ համալսարանների հետ, խթանելով AI կրթությունն ու կիրառումը տարբեր ոլորտներում։ Միայն 2025 թվականի ընթացքում Ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9000 անձանց Հայաստանից եւ Սփյուռքից։ Ակադեմիայի տեսլականը հավակնոտ է։ Առաջիկա 5 տարիների ընթացքում առնվազն 1 միլիոն հայի զինել AI գրագիտությամբ եւ Հայաստանը ներկայացնել աշխարհին որպես մարդակենտրոն AI կրթության եւ տրանսֆորմացիայի կենտրոն։